Ադրբեջանցիները Հայաստան այսպես ասած մեծ վերադարձի են պատրաստվում։ Այս օրերին Նախիջևանի Օրդուբադ քաղաքում վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան երրորդ փառատոնն է։ Բաքու TV-ի պատրաստած ռեպորտաժում ասում են տեղը խորհրդանշական է, Օրդուբադը Զանգեզուրի դարպասն է, իսկ Նախիջևանը իրենց պատմական հողերին սահմանակից է բոլոր կողմերից։ Բացահայտվել են սխեմաները, թե ինչպես է Ադրբեջանի պետական ապարատը, հանձինս կառավարությունը իրենց ֆինանսավորում հակահայկական կառույցին, ինչպիսի տեսլականներ իրենք ունեն միջազգային հանրության մոտ իրենց միջազգային ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ, այսինքն ամբողջ պետական ռեսուրսը լծված է Հայաստանի դեմ եւս մեկ, այսինքն դրանք սա առաջի եւ վերջինը չի, եւս մեկ հակահայկական պրոյեկտ իրականացնելու շուրջ։ Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիաֆետ Ասկերովն ասում է Հայաստան են գալու սպիտակ դրոշներով, միայն թե վերադառնան, հաստատվեն իրենց ձևակերպմամբ պատմական հողերում։ Մեր նպատակը պարզապես մեր հողերը վերադառնալն է, մեր հողերում ապրելը, մեր նախնիների հայրենիք վերադառնալը եւ այնտեղ մեր կյանքը շարունակելը։ Այդ պատճառով կարծում եմ, որ նման փառատոնների անցկացումը չափազանց կարեւոր է։ Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանը ոչ թե Բաքվի, այլ Հայաստանի ընդդիմությանն է արձագանքում։ Ասում է ֆեյք օրինովի օրակարգեր են բերում, սա էլ քիչ չէ, ազգային ժողովի իրենց աշխատասեղաններին Արցախի դրոշն է։ Ես ասում եմ, քան դեռ ազգային ժողովում ընդդիմությունը դրոշները դրած պահում է, այդ բերելու այդպիսի արձագանքներ եւ դա կապ չունի իրական կյանքի հետ։ Նիկոլ Փաշինյանի գործառույթները արդեն շուտվանից են པարզ, իր հիմնական նպատակը իր քաղաքական կնքահայր Իլհամ Ալիևին կամ միգուցե Էրդողանին քաղաքական պահանջները բավարարելն է եւ այսօրվա հայտարարությունները սա չանենք, Ադրբեջանը սա չանի, ես մեկը տանք, Ադրբեջանը ես մեկը չուզի։ Բերեց նրան, որ մենք Արցախը ամբողջությամբ կորցրեցինք, ունեցանք Հայաստանի հյուսիս-հարավ-արևելյան շրջանների օկուպացված տարածքներ, եղավ ապօրինի Հայաստանի սուվերեն տարածքների հանձնում Ադրբեջանին։ Արևմտյան Ադրբեջան Հորինովի համայնքի ղեկավար Ազիզ Ալեքբերլին էլ Նախիջևանից ասում է. հարուստ մշակույթ ու ժառանգություն են թողել իրենց այսպես ասած նախնիների հողում։ Պիտի գան, որ տեր լինեն։ Հայաստանի պետությունը եւ նրանց հովանավորները ուժ չունեն եւ չեն ունենալու խոչընդոտելու այս վերադարձը, որովհետեւ այսօր աշխարհում ապրող արևմտյան ադրբեջանցիների մեծամասնությունը կենտրոնացած է արևմտյան Ադրբեջան վերադարձի գաղափարի շուրջ։ Կադրերում էլ երևում է ամբողջ Հայաստանը Բաքուն իբրև արևմտյան Ադրբեջանի քարտեզ է ներկայացնում, միայն թե պնդում են տարածքային պահանջներ չունեն։ Ինչ արձագանք ունի Հայաստանի արտաքին գերատեսչությունը։ Արմատ մեդիայի հարցմանն ի պատասխան ասացին, նախկինում ասացին հավելելու ոչինչ չունեն։ Իսկ նախկինում ասել են, արևմտյան Ադրբեջանի մասին այս խոսույթը առնվազն չի նպաստում խաղաղությանը։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։